Արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութերը վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացի ակնառու վկայություն լինելուց բացի նոր մարտահրավեր են դարձել տեղեկատվական անվտանգության եւ հանրային վստահության տեսանկյունից։ Այս փաստն գիտություն ընդունելով Հայաստանում առաջարկվեց օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է, որ այսուհետև տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողները արհեստական բանականությամբ գեներացված բովանդակություն հեռարձակելիս տեսանելի հատվածում պարտադիր եւ հստակ նշեն այդ մասին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղեկացմամբ վերահսկողությունն ու մոնիթորինգը իրականացնելու է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Խախտումների արձանագրման դեպքում էլ կիրառվելու է տուգանք 300,000 դրամի չափով։ Եթե պատկերների կամ տեսանյութերի պարագայում պարտադրվելու է օրենքով, ինչպես նաև հանձնաժողովի ներքին իրավական ակտերով, ուրեմն հեռարձակման կամ նյութի սկզբում եւ վերջում տեսանելի շրիֆտով եւ պատկերով գրված լինի գեներացված է ԱԲ-ի կողմից, լսողական հաղորդումների պարագայում հաղորդման սկզբում պիտի հայտարարվի այդ մասին եւ վերջում ռադիո հեռարձակվող բովանդակության վերջում պիտի հայտարարվի։ Մասնագետները ընդհանուր առմամբ դեմ չեն մակնշմանը, քանի որ այն կարող է բարձրացնել հեռարձակողի նկատմամբ հանրային վստահությունը, սակայն նրանք շարունակում են մնալ այն համոզմանը, որ ներկայիս տեսքով օրենսդրական փոփոխությունը պետք չէր ընդունել, քանի որ երկրում դեռևս չկան համապատասխան գործիքներ, որոնք թույլ կտան ավտոմատ կերպով նույնականացնել արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը։ Դրանից բացի փորձագետները նշում են նաև, որ հեռարձակողը նույնպես կարող է չիմանալ արդյոք տեսանյութը գեներացվել է թվային այլ լուծումներ առաջարկող համակարգի միջոցով, թե ոչ։ Վերցրեցին առանց իմանալ կիրառեցին, չմակնշեցին տույժն անելու կամ ինչ-որ մի բան հրապարակվեց որպես իրական, հետո պարզվեց fake է ու իրանք չգիտեին, հետո ինչպես են այդ տույժերի հարցը լուծվել։ Ժամանակակից տեխնոլոգիաների այն մակարդակի են հասել, որ չեն կարողանում նույնիսկ մի հատ լուսանկար նկարեք առանց արհեստական բանականություն կիրառել։ Այն ամենը, ինչ որ թվային սարքով նկարահանում եք, որ այդպիսի ֆունկցիոնալ ունի, պիտի ծայրից մակնիշված լինի։ Մասնագետների պարզաբանմամբ տեսանյութերի ստուգման համակարգերը չեն ապահովում 100%-անոց ճշգրտություն, այլ տալիս են միայն մասնակի գնահատական։ Նրանք նշում են, որ երկրում անհրաժեշտ է ստեղծել համապատասխան փորձագիտական կենտրոններ, որոնք կհագեցվեն անհրաժեշտ սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մասնագետներով վեճերի դեպքում նման ծառայություններ մատուցելու համար։ Փորձագետների դիտարկմամբ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում եւ չի բացառվում, որ ընդունված փոփոխությունները ժամանակի ընթացքում լրացումների եւ վերանայման կարիք կունենան։ Մենք այնպիսի երկիր ենք, որ ասենք ամեն պահի կարող է ադրբեջանական ինչ-որ մի fake շրջանառվել, թուրքական, մենք տեսել ենք այդպիսի դեպքեր, ինչ ասես տարածվում է եւ դա ռեալ կարող է հանրության վրա շատ լուրջ ու վնասակար ազդեցություն ունենալ։ Օրինակից է եւ որոշակի դրա պահանջը կա։ Ուղղակի դա պետք է անհրաժեշտ ռեսուրսներ ստեղծել, որ իր կյանքի կոչել։ Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության տարածման խնդիրը միայն տեխնոլոգիան չէ, նկատում են մասնագետները եւ հստակեցնում, խնդիրը առավելապես դրա վերահսկման, ճիշտ կիրառման եւ հանրության իրազեկման կարողությունն է։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։